ինքներս մեզ Բանտարկված սրբազաններն ավելի ազատ են, քան ազատության մեջ գտնվողները։ Այսպիսի տպավորություն են ստացել Հայաստան խմբակցության падգամավորներ Լևոն Քոչարյանն ու Աղվան Վարդանյանը սրբազաններին տեսակցելու ժամանակ։ Իրանց հենց այնտեղ գտնվելու ինքնին փաստը վկայում է նրա մասին, իրենց կերպարի մասին, որ չեն ենթարկվել ճնշումներին, չեն ենթարկվել տարատեսակ ինչ-որ հնարավոր կոմպրոմատների ու մնացածի եւ այսպես խղճի բանտարկյալներ են, բայց իրականում այնտեղ գտնելով շատ ավելի ազատ են իսկապես, սա ինչ-որ կլիշե է դառել ասել, բայց իսկապես շատ ավելի ազատ են, քան շատ ուրիշ հոգեվորականներ կամ ուրիշ ոչ միայն հոգեվորականներ, ովքեր բանտախություն չեն։ Չնայած անարդարությանը, սրբազանները հուսալքված չեն, վստահեցնում է Լևոն Քոչարյանը։ Մենք ենք ավելի այսպես մեծ էներգիայով դուրս գալիս այնտեղից, որովհետև իրանց մոտ բացարձակ չկա հուսահատություն, հուսահատություն, հուսալքություն, բայց իհարկե ցավալի է այսպես բոլորի ամոթնա, որ նման իրավիճակում են գտնվում։ Սրբազանների նկատմամբ սկսված քաղաքական հաշվեհարդարներից հետո պետք է ավելի զգոն լինել, ավելի ուժեղ, որպեսզի պայքարը արդյունք ունենա, կարծում են մշակութային գործիչները։ Ինչքան ուզում են թող բանդարկեն, ում ուզում են թող բռնեն, բայց մենք պայքարում ենք մեր իրավունքների համար։ Պայքարելն ավելի հեշտ կդառնա Բագրատ Սրբազանի ինքներս մեզ հաղթելով գիրքը կարդալուց հետո։ Այն իսկական հոգևոր խրատարան է, ասում են գիրքը կարդացածները։ Գիրքը մի քանի մասից է բաղկացած, բավական հետաքրքիր ձևով է գրված, լեզուն շատ պարզ է, ընթեռնելի, հասանելի յուրաքանչյուրին, ինչպես կազմակերպել հայկական ազգային կյանքը, ինքնամաքրվելով, ինքնաճանաչելով եւ հայրենասիրությունը որպեսի պաթոսային չհնչի, կոնկրետ քայլեր են այդտեղ նշվում։ Ինքներս մեզ հաղթելովը սեղանի գիրք է, այն կօգնի առօրյան ավելի կենսունակ դարձնել, ազգային ու հոգևոր գաղափարախոսությամբ լցնել։ Ես ներկա եմ, ինձ բացակա չդնեք, սա է Բագրատ Սրբազանի գրքի ուղերձը։ Լիլիթ Գասպարյան, Էդգար Ղուշյան, Առաքել Օհանյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։